տեսնում ենք, որ Եվրամիությունը, որտեղ մենք կանչում ենք մեր ժողովրդին, վերջին ամիսներին հենց Միացյալ Նահանգների տարօրինակ թվացող գործողությունների պատճառով սեղմվում է, ուժեղանում է, դառնում է ռազմաքաղաքական, այլ ոչ թե տնտեսական ակումբ, ինչպես մենք նաև վիճելով ԿՊ-ի հետ ապացուցում ենք, որ դա անխուսափելի է։ Մենք ճիշտ էինք եւ այն ժամանակ, երբ որ պնդում ենք, որ պետք է դիմել Եվրամիությանը, ինչ մինչև հիմա ԿՊ-ն չի արել, եւ հիմա ենք ճիշտ, երբ որ ասում ենք, որ սա տնտեսական ակումբ չէ, որ դուք ասում եք, մենք պարզապես հարուստ շուկա ենք փնտրում եւ գնում ենք այնտեղ։ Ոչ, Եվրամիությունը դա շուկա չէ, դա նախ եւ առաջ գաղափարախոսություն է, արժեքային համակարգ է եւ ռազմաքաղաքական դաշինք, որը 800 միլիարդ եվրո է պատրաստվում ծախսել 5 տարվա ընթացքում, իսկ միայն Գերմանիան 500 միլիարդ այդ թվից, կես տրիլիոն դոլար, եւ մենք տեսնում ենք ինչ արագ է փոխվում այդ ամենը, եւ այս ակումբում Հայաստանը տեղ ունի, մեզ դեռևս հրավիրում են, եւ մենք հիմա վատնում ենք ոչ թե թանկարժեք, այլ փաստորեն անգին ժամանակը, ամեն օր, այդպես որ մենք շատ լարված ենք իհարկե, բայց մենք գիտենք, որ միակ ճիշտ ճանապարհը դա է եւ ես ապավինում եմ այդ ուժին եւ մեր ժողովրդի առողջ մասի տրամաբանությանը, բանականությանը ժողովուրդը ի վերջո առաջնորդվում է նաեւ ինչպես եւ մարդը ինքնապաշտպանության բնազդով, եթե մենք ուզում ենք մնալ պետություն, ազգ, եթե ուզում ենք ապրել այս տարածքում, մենք այլ ճանապարհ չունենք, բացի նրանից, որը մենք ենք առաջ։ Շնորհակալ եմ։ Սրանք պետք է հետևեն շատ կոնկրետ գործողություններ, եւ մենք չենք կարող թույլ տալ մի իրավիճակ, երբ այդ գործընթացը իր վրա վերցնի միայն իշխող կուսակցությունը, մենք չենք վստահում ԿՊ կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին։ Մենք չենք վստահում այդ գործընթացի իրականացումը։ Ինչը նկատի ունեմ, նախ անհրաժեշտ են գործադիր իշխանության կոնկրետ քայլեր, այսինքն նշանակել ըստ երևույթի փոխվարչապետին, որը զբաղվելու է հենց այդ հարցով։ Մենք չենք կարող հաշտվել մի իրավիճակի, երբ եւ Եվրամիության մերձեցման եւ Եվրազեսի այդ ռուսական մականունով ռազմաքաղաքական դաշինքի հետ մերձեցմանը հարցերով զբաղվում է նույն մարդը, Մհեր Գրիգորյանը, ներկայիս փոխվարչապետը։ Ես կարծում եմ, որ պետք է լինի առանձին պաշտոն, ինչու ոչ նախարար, որովհետև այն ինչ մենք պատկերացնում ենք, չի կարող լինել ուղղակի շարքային հերթական նախարարություն։ Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը եւ մեր իշխանությունը լավ երևի չի պատկերացրել, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ պետք է տեղի ունենա։ Պետք է տեղի ունենա մեր ողջ տնտեսության, անվտանգային համակարգի, դատաիրավական համակարգի, կրթական, գիտական, մշակութային նաև համակարգի բարեփոխում արմատական, որի կենտրոնում լինելու է Հայաստանի վերադարձը Եվրոատլանտյան քաղաքակրթությանը, սովետական, ռուսական, ռուս-թուրքական այդ կոմպրոմիսային, հիբրիդային գոյությունից, ասենք ուղիղ, գաղութային գոյությունից դեպի ազատ անկախ երկրի, ազգի, պետության կարգավիճակ։ Սա դժվար է անել։ Մենք չունենք այլ մոլորակային հայեր, որոնք գան եւ անեն այդ ամենը։ Մենք ունենք Սփյուռք եւ մենք ունենք մեր ժողովուրդը, որը Գյումրիում ընտրում է քրիստոնյա կոմունիստ միաժամանակ մի կերպարի։ Այնուամենայնիվ մենք չունենք ուրիշ հայրենիք եւ չունենք ուրիշ ժողովուրդ, մենք աշխատելու ենք մեր երկրում, մեր ժողովրդի հետ։ Նախ եւ առաջ պետք է ստեղծվի այդ կառույցը, որը ղեկավարի, կառավարի անցումը։ Մեր բոլոր ոլորտները պետք է ենթարկվեն մեկ գաղափարի՝ եվրոինտեգրում, այսինքն եվրոպական չափանիշները նախ եւ առաջ օրենքի գերակայությունը պետք է դառնա առանցքը մեր քաղաքական, տնտեսական,
անվտանգային զարգացումների, բոլոր քաղաքական, լրատվական, բազմաթիվ գաղափարախոսական կարող է այդ ամենը անել ներկայիս իշխանությունը, իհարկե ոչ, որովհետև նրանք կրողը չեն այդ գաղափարախոսության։ Մենք դրանում բազմաթիվ անգամներ համոզվել ենք, իրենք չկամությամբ են դրա հանդեպ լծված, անգամ հիմա բանակցելով ասենք Գերմանիայի նախագահի հետ կամ Եվրոպայից եկած դեսպանների հետ մենք այդ վերապահումները լսում ենք անընդհատ եւ սա նշանակում է որ այն ապստամբությունը էլիտաների դեմ շատ խորը արմատներ ունի ժողովուրդը բնազդով զգում է որ մեծ հաշվով ներկաները նախկիններից չեն տարբերվում որ դա նույն արժեհամակարգն է որ դա նույն կյանքի փիլիսոփայությունը ուստի պետք են նոր ուժեր պետք են նոր մարդիկ եւ մենք պարտավոր ենք ներկա լինել այդ աշխատանքին մասնակցել դրան երևի հասարակական հիմունքներով որովհետեւ ես չեմ պատկերացնում որ Արամ Սարգսյանը կամ Արման Բաբաջանյանը կամ ես ու մեր գործընկերները մեր կուսակցություններից Եվրադաշինքից հասարակական կազմակերպություններից գնան պաշտոններ զբաղեցնեն այս իշխանության մոտ եւ փաստորեն այդ ամենը վերջանա աթոռների բաժանումով ոչ մենք պետք է քննարկենք ինչ հիմունքներով ինչ կարգավիճակով բայց մենք այս աշխատանքին այդ ինստիտուտի ստեղծմանը եվրոինտեգրող պետք է անպայման մաս կազմենք Արդյոք Գերմանիան իսկապես կարող էր սխալվել Գերմանիան չէր սխալվել, նման մակարդակում սխալներ չկան։ Սխալվեց Հայաստանը, որովհետև Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ այնտեղ կա գաղափարախոսություն, քաղաքական ուղղվածություն, նպատակ եւ շունեգել է բռնապետությունը, մարդակեր ռեժիմը, բայց դա պետություն է։ Իսկ Հայաստանում հերթական անգամ թուլամորթ, մորթապաշտ, թույլ, կոտրված ինչ որ մի կառույց է վատ կազմակերպված, որը չկարողացավ դիմակայել այդ ամեն ինչին, որը չդիմեց, չզանգեց, չգրեց, չհայտարարեց, չպահանջեց Գերմանիայից, այդ ինչ է կանում։ Դուք Հագի գլխավոր ՄԱԿ-ի դատարանի գաղափարն եք հիմա ներկայացնում եւ մեկ զանգով բռնապետից դուք պատրաստ եք դրանից հրաժարվել, հանել Ինչու այդպես չեղավ, որովհետև Հայաստանում իշխանությունները իրենք կրողը չեն այդ գաղափարախոսության, իրենք պատրաստ են, համաձայն են թողնել Արցախը անցյալում։ Մենք երբեք դրան չենք համաձայնի։ Եվ իմիջիալոց, ահա այն կարևորագույն տարեբերություններից մեկն է, որը բաժանում է ԿՊ-ն եւ Եվրադաշինքը։ Մենք մեր գաղափարոսության մեջ երբեք չենք հաշտվել եւ չենք պատրաստվում զիջել Արցախի ինքնորոշման իրավունքը, միջազգային իրավունքի, օրենքի շրջանակներում, որի համար 23 թվականի նոյեմբերի 17-ին մենք ունենք Հագի դատարանի վճիռը։